պայմանավորության արգելքի հիմքով են հրավիրել այս պայմանավորության բերման ենթարկել մեր գործընկերուհուն։ Նախ առաջին հերթին ակնհայտ է, հա, որ այստեղ իրավական գործընթացի հետ բնավ գործ չեն կարող ունենալ, ասեմ ավելին, հա, այն դրվագները, որ հայտարարում մեզ հետ կապում են, բոլորի հետ կապված իրավական այնպիսի բացահայտում զարգացումներ եղել, նախաքննության արգելքով պայմանավորված շատ գործընթացների հետ կապված չեն կարող անդրադառնանք, բայց մի պնդում կարող եմ անել, սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն է։ Դուք տեսաք, հա, մեր հանրային աջակցությունը, բազմահազարանոց հանրահավաքը ու ակնհայտ էր, որ որոշակի հետևանքներ պետք է ունենա, այդ հերթական ջղաձգումների դրսևորումներն են։ Ուզում եմ անպայման ընդգծել, որ գործընկերուհիս ունի մանկահասակ երեխա նորածին, որը ու իր ֆիզիկական ներկայությունը բալիկի մոտ անպարտադիր անհրաժեշտ է ու նաև մեր հսկայական թիմից հենց իր թիրախավորումը հնարավոր է հենց դրանով էլ պայմանավորված է, որպեսզի ես հիմա շատ էմոցիոնալ եմ, շատ ցավալի եմ տանում, որովհետև այո, հենց իր բերման ենթարկելու, հենց իր հիմա տեսնենք զարգացումները, հա, արդյոք խափանման միջոցների միջնորդությունը ինչպիսի կլինի, գիտեք, որպես կանոն քաղաքական հետապնդումներում ամենածանր խափանման միջոցին են դիմում, մենք ականատես ենք լինում զուգահեռ իրականություն մեր պատանի Դավիթին, հա, այդ պատանուն ակնհայտ անհամատեղելիությամբ խափանման միջոցի հետ հերիք չի միջնորդությունը բավարարվեց, կալանք կիրառեցին, մի հատ էլ 3 բերման ենթարկեցին, այնպես որ հենց սրա դեմ է մեր պայքարը, հա, որ ի վերջո իրավունքը գերակայ ու մեր պետությունում մանկահասակ երեխաների մայրերը եւ պատանի աղոթող երիտասարդները նման հետապնդումների չենթարկվեն։ Այո, մեր գրած, ոչ, ես իր հետ եմ կնկարագրեք ինչ իրավիճակ է, քանի օր բարի, հարգելիներս մեր գրասենյակում ենք գտնվում, ասեմ, հա, կուսակցական գործունեությամբ պայմանավորված, գիտեք, Գոհար Ղումաշյանը անգամ մեր ըստ էության պատգամավորության թեկնածու չի հանդիսանում, առօրեական հանդիպում էր եւ հանդիպման ընթացքում տեղեկացանք, որ մոտեցել են եւ հրավիրում են ու ակնհայտ, ճիշտ ասած ակնհայտ չէր, շատ անսպասելի էր բոլորիս համար, կարծես ֆիզիկապես 3-4 հոգով էին, հա, 3-4 հոգով հրավիրեցին, անգամ այն հանգամանքը հաստատ Տիկին Ղումաշյանը չէր խուսանավելու, հա, ներկայանալուց, այդ գործընթացը միայն, որ գալիս են մի քանի հոգով, անսպասելի, ցերեկով, կարան ընդամենը ծանուցագիր ուղարկել, անգամ ծանուցագիր էլ չէ, հա, որ հեռախոսազանգով իրազեկեն, անպայման մենք երևին նկատել եք, որևէ կերպով չենք խուսանավում համագործակցելուց իրավապահ մարմինների հետ, առավել եւս օրենքի շրջանակներում մնալու հանգամանքից Տիկին Ղումաշյանը կներկայանար։ Այդ գործընթացը արդեն իսկ այդ քաղաքական պրոցեսի ու քաղաքական հետապնդման դրվագ է, հա։ Սա նորություն է ձեզ համար ներողություն, որովհետեւ բարեգործության այդ արգելքի հետ կապված ուսանողների հետ իրականացված գործունեության մասում դերևս ամիսներ առաջ նախաքննական մարմինը ըստ էության ազդակ ուղարկել էր, սա ձեզ համար նորություն է։ Հարգելիս նախաքննական մարմինը ազդակ չէր ուղարկել, ասեմ ավելին, ես համոզված եմ, որ այդ տեսանյութը չի լինելու դրվագը, հիմքը այս գործընթացի Տիկին Ղումաշյանի նկատմամբ, որովհետև այդ տեսանյութում ընդհանրապես բացահայտ կերպով հանցակազմի առկայություն բացակայում էր, որովհետև Տիկին Ղումաշյանը տեսանյութում խոսել է արդեն իսկ դեկտեմբեր ամսին հրավիրված բարեգործության վերաբերյալ եւ խոսել է, որ ժամանակավորապես արկախվում է, որովհետեւ իրապես հազարավոր ուսանողներ դիմել էին ու հենց թիրախը ուսանողներն են, բայց ինչ անենք, հա, հատուկ մեր նպատակով մարտին նախանշվող հրամանագիրը նախագահի, որով պետք է նշանակվեր ընտրության օրը ու որպես կանոն դա մշտապես եղել է վերջնաժամկետին, պետք է մարտի 4 կամ 5 լիներ, ըստ տեսահիրավական պրակտիկայի նշանակված 1 ամիս առաջ, իսկ հարցական չի, հարցական Հա, տեսեք Ժորժ ջան, այս պայդրությամբ Վայ Միսակյանը ներգրաված, բայց մեր կարող է ընդլայնվի փաստաբանական կազմը, նոր գործընկերներ ներգրավեն,
եւ լրացուցիչ տեղեկատվություն գտանք, մենք էլ սենց սրտատրոփ սպասում ենք։ Ես կրկին եմ ասում, ես լիահույս եմ, որ այս շենքի ներսում գտնվող մեր գործ, չնայած ասում եմ, ես միշտ անհույս լավատես եմ, գալիս ասում ենք, հա, ամեն անգամ լիահույս ենք դատավորը հաշվի կառնի հանգամանքները, լիահույս ենք հաշվի կառնեն մանկահասակ երեխայի առկայությունը մի քանի ամսեկան, ասեմ ավելին, այդ նույն ձեր կողմից հիշատակած տեսանյութի հետ կապված մենք մի քիչ շատ պարկեշտ ենք էլի երևի այս քաղաքական գործընթացների հետ կապված այդ օրը իմ գործընկերուհին ոչ թե իրավապահ մարմինների կողմից թիրախավորվեց, այլ իշխանամետ լրատվամիջոցների կողմից թիրախավորվեց ու իր մոտ ըստ էության վաղաժամ ծննդաբերություն եղավ այդ ստրեսից, որովհետև հենց այդ նույն գիշեր ծննդաբերել է։ Հոգեբանական ապրումներն էին։ Իհարկե, հղի կնոջը դնում են ով ընդհանրապես իրավունքի հետ խնդիր չունեցող տեսանյութ է հրապարակում, իսկ իրապես տեսանյութը որևէ կերպ հանցակազմի հետ աղերս չէր կարող ունենալ ու բոլորով սկսում են շրջանառել այդ իրանց առնչելի արբանյակ մեդիաներով, դեղին մեդիաներով, որ հանցակազմի կալանավորը եւ այլն այդ ստրեսից հենց այդ գիշերը կարող եք դուք պարզաբանել, օրով հստակ կա, հա։ Քանի երեխա ունի Ղումաշյանը։ 3 անչափահաս երեխա։ 3 անչափահաս, մեկը կրծքով կերակրվող։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։